Բարև ձեզ։ 2021 թվականին Ensemble Montréal գուսակցութենեն Մոնտրեալի քաղաքապետարանի անդամ ընտրվեցավ Վանա Նազարյանը, ներկայացնելու Côte-de-Liesse շրջանի Saint-Laurent քաղաքը։ Իր քարամյա պաշտոնավարման շրջանը ավարտել է յետ նոյեմբեր 2 2025 թվականին կայացած ընտրություններուն Վանան վերընտրվեցավ նույն շրջանի ներկայացուցիչ։ Վերընտրութենեն երկու շաբաթների հետ Մոնտրեալի նորընտիր քաղաքապետ Սորայա Մարտինեզ Վանա Նազարյանին նշանակեց Մոնտրեալի գործադիր մարմնի անդամ International Outreach and Attractivity and Economic Development։ Այսօրվա մեր հյուրը Վանա Նազարյանն է, բարի եկած ես Վանա մեր ստուդիոն։ Բարի տեսանք, մերսի շատ հրավերին։ Խնդրեմ, Վանա, ես կհիշեմ վերջին անգամ մեր հարցազրույցը Իսի Գայանին հետ, այն ժամանակ էր, որ դակավի նոր տեխնազությունը դրած էիր ընտրություններուն 2021 թվականին եւ ամենեն դժվար հանգրվանները մեկն էր կյանքիդ մեջ, երկու փոքր մանչզավակ, երրորդը ջամպան։ Հիշեմ 7 կամ 8 ամսական հղի էիր այն ժամանակ։ Այո, Եթե ասանք հետադարձ ակնարկում անենք վերջին 5 տարիներուն, ինչպես սկսար եւ այսօր ինչպես կսկաս, ուր հասար։ 5 տարիներուն ընթացքին շատ բաներ փոխվեցան։ Այո, ինքնաբերաբար դարձա մայր երրորդ անգամ լալով, ուրեմն այնադեն ջամփայ ելանք, որովհետև իրականության մեջ ընտանեկան որոշումն է, չէ՞, մինագը մեկը չի գրնարնել։ Եվ շատ բախտավոր եմ, որ ընտանիքս նեցուկ կանգնի ինձի։ Ընտրություններեն 2 օր առաջ ուրեմն ունեցա երրորդ մանչս Միքայելը եւ այդ սկիզբի շրջանը բավական պետք է ասել, որ ծանր շրջան էր։ Այո, վստահ, բայց ոչ միայն ընտանիքդ Վանա, ես կհիշեմ ամբողջ քաղուտը գրնակեցավ քեզի։ Ամբողջ քաղուտը գրնակեցավ, այո, ամեն ցևով եւ պետք է ասել, որ այս տարի եւս 2025-ի նոյեմբերին նույնպես քաղուտը գրնակեցավ եւ շատ բախտավորություն, մեծ բախտավորություն է անդիկա։ Այո, իսկապես։ Վանա, ինչպիսի ասենք դոսիեներու հետ եղավ գործդ։ Վերջին 4 տարին, ուրեմն այնադեն քաղաքի մեջ, գիտեք Մոնտրեալի մեջ կա 19 արոնդիսման։ Ես ընդրված եմ 1 արոնդիսման մեջ, Saint-Laurent-ի մեջ, եւ ուրեմն Saint-Laurent-ի մեջ մենք մաս կգազմեինք գարավարության, local գարավարության, եւ հետո Saint-Laurent-ը կներկայացնեինք Մոնտրեալի մեջ, Մոնտրեալի կոնսեյին մեջ։ Ուրեմն Saint-Laurent-ի մեջ մենք գիշխեինք, բայց քաղաքի մեջ opposition-ի մեջ էինք։ Եվ ադիկա ինձի համար շատ մեծ դպրոց մներ, որովհետև Saint-Laurent-ի մեջ շատ ավելի գրնաս բաներ իրակորձել, բայց երբ որ գուքա քաղաքի բարակային շատ ավելի դժվարություն կունենաս։ Բայց ինքնաբերաբար շատ բաներ գսորվիս նաև, չէ։ Այո, եւ հիմա այլևս օպոզիցիոն չեք։ Այո։ Շատ ուրախ ենք, որ Ensemble Montréal-ը մեծամասնությամբ ընտրվեցավ։ Ինչպես է ձեր հարաբերությունը նոր քաղաքապետին հետ։ Շատ լավ է, գրնամսել, մաս կգազմեմ իր գործադիր մարմնին։ Պետք է ասել, որ գիտեք 8 տարվա ընթացքին ժողովուրդն գսկար եւ վստահ եմ, որ լա Մոնտրեալի բնակիչները կամ Թուրսի բնակիչները, որ Մոնտրեալ գմտնեն։ Մոնտրեալը այսօր Քեբեկի ամենամեծ մետրոպոլն է, ամենամեծ քաղաքն է, եւ 8 տարվա ընթացքին եւ մինչեւ հիմա շատ մեծ հարցերու արժեվ կգտնվենք։ Լա տնտեսական, լա security-ի կողմէ, եւ ինչպես գիտեք downtown-ը homeless-ները, որ միայն Մոնտրեալի հարց չէ, բայց ինքնաբերաբար մեծ քաղաքը լալով մենք ալ այդ իրականությունները գաբրինք։ Ուրեմն մարտահրավերները շատ մեծ են քաղաքի եւ այսօր կոնե ունենք այդ արիթը, որ դարբեր ցևով կառավարենք քաղաքը։ Շատ մեծ մարտահրավերներ ունի Մոնտրեալի քաղաքը եւ ինչպես գիտեք կտեսնեք բոլոր ծագերը մեր ջամփաներու մեջ
ցյունի մակրությունը, շինարարությունը ընդհանրապես ինֆրաստրուկտուրի դարձած է շինարարություն։ Այո, եւ ինֆրաստրուկտուրի լուրջ հարցեր կան եւ այսօր փետրվար 5 լապրեսի մեջ արտիկլ կար, որ ինչպես գտցնեք որ վերջին 6 տարիներուն կոնե ընթացքին որքան քաղաքը չէ ծախսած maintenance-ի։ Գիտեք, երբ որ դուն մը կնեք, միշտ կսեն ցերկդ վրան պետք է լա։ Ճիշտ նույն կոնցեպտն է։ Եթե շատ պրոժեներ ունեցած ես, բայց basic բաներուդ չես հոգ տարած, ինքնաբերաբար դունդ կփլի եւ այսօր այդ իրականության մեջ կգտնվինք։ Եվ ծախսերը ավելի կբարձրանան։ Այո։ Երբ որ գցկցկես։ Վանան, գուզեմ շնորհավորել ասցեր նոր ճաշտոնը կորզատիր մարմնի անդամը լալը, ինչպիսի, ասենք, արժեք կներկայացնե։ Ինչ կընկրգե։ Ինչ կընկրգե։ Շատ մեծ դոսիե մնե, պատասխանատվություն մնե պետք է ասել, բայց շատ հետաքրքրական։ Կարծեմ, որ գիտեք, վերջին տարիներու վիժնը դարբեր եղած էր։ Մորեալը նախքին ադմինիստրացիոնը գուզեր, որ փոքր քաղաքը լա թունքու բզդիկ մսավաճարը ունենաս ամենտեղ քարելով հեծիկով երթաս եւ այդ մետրոպոլիսի ասենք բանը գործընթացինք եւ ինքնաբերաբար ինչ ասել է դիգա ասել է որ թուրսի ինվեստմենտները բաքսեցան եւ պետք է ունենք նույնիսկ թուրսի բարակային նայել կրնանք նայել որքան development եղած է որքան դուներ շինված են եւ այդքան դժվարացած էին ասենք procedure-ները որ պետք եղած գերբով դուներ չի շինվեցան շենքեր չելան եւ ասոնք կարելի է տեսնել գրնանք լավալի կամ լոնգեի օրինակներ առնել որ այդ քաղաքներում մեջ շատ ավելի development եղավ բայց Մորեալի բարակային որովհետեւ շատ ավելի դժվար էր developer-ներուն շենք շինելը պետք եղած այդ գործը չեղավ եւ ինչ ծավով ադի բնակիչը ասենք գաստե affordability այսինքն դուները այլևս գսղին քիները որովհետեւ պետք եղած քանակը չի գա ասենք ժողովուրդը գշատնա բայց պետք եղած չափի դուն չի գա եւ մենք կոնե 4 տարի գիտեք գսեի opposition-ի մեջ էի գսեինք որ երդասարդ ընտանիքները գուզենք որ Մորեալի մեջ մնան չեն գուզեր ցկեն գուզենք գարենան դուն քնել եւ դժբախտաբար այդ կորձը պետք եղած չի մինչեւ հիմա էլ այդ դժվարությունը գա նոր զույգի համար Մորեալի մեջ ապրիլը անկարելի է շատ դժվար է եւ ցեզի օրինակ մտամ որ մենք մեկ կողմեն գսեինք որ այս ադմինիստրացիոնը ասենք պետք եղած կորձերը նե որբեսի երդասարդ ընտանիքները մնան մինչդեռ պրոժեմը ռին օրինակ որ boîte bienvenue bébé նոր բեբեկ ունեցող ընտանիքի մը դուք մը պիտի դան նվեր մեջը բզդիկ թութումը քիրկմը եւ այլն օքեյ գրնալ մարքեթինգի գոմե շատ աղվոր է բայց եթե սկզբնական այսինքն բիտնայիս ինչ ծավով աս ընտանիքը ադուպը պիտի չի բահեդուն ընտանիքը քաղաքի մեջ ուրեմն անցյալ շաբաթ բյուջե ներկայացուցինք եւ ադի ամենեն մեծ մեր կորձերեն մեկն էր առաջինը որով այս տարի 2 բյուջե պիտի ներկայացվի բայց գիտեք կառավարելը որոշում առնել է եւ շատ անգամ դժվար որոշումներ առնել է եւ եթե պատրաստ չես այդ դժվար որոշումները առնելու որոշ պրոժեներու ոչ ասելու դերմը Եթե վանա բյուջեին նայենք, այդ բյուջեն որ պիտի քվեարկեք կամ քվեարկեցիք։ Քվեարկվեցավ։ Ինչն է, ասենք, առաջնահերթությունը այդ բյուջեին մեջ։ Մեզի համար security, homeless-ները իրենց ջամփաներեն հանել։ Այս տարի, ինչպես գիտեք, ասկան բաղ օդ ունեցանք, շատ բաղ օրեր այոցյուն, բայց մանավանդ բաղ։ Ամեն տարի քանի հոգի գմերնի Կանադայի մեջ
բաղ օծին պատճառով եւ ամեն չանք թափվեցավ որբեսի հանեն եւ նորեն vision-ի հարց է որովհետեւ մինչեւ հիմա ասենք մոդեցում այն էր որ ասիկա քաղաքին կորձը չէ ասի healthy հարց է ասենք Քեբեկի կառավարության հարցն է պետք է Քեբեկի կառավարությունը ընե բայց ինչ արելա քաղաք մնես քաղաքը չի գնար աջիլ եթե basic բաները չես ներգոր չէ ուրեմն ջամփաներուն պետք եղած կորձը դանիլ ադիգա մեր առաջնահերթություններ մեկն է ոստիկաններուն կամերաներու բանը արինք որ թե իրենք կարենան իրենց կորձը լավնել եւ թե ժողովուրդը իրենք աբահովս կան իրենց քաղաքին մեջ դնդեսական կետնի վրա ուրեմն կարևոր է որ basic բաներով սպաղենք լավակույն գարձեմ մտնորորդը ստեղծենք որովհետեւ քաղաքը գարենա աջիլ ուրեմն մեզի համար կարևոր է որ գարենանք այդ պետք եղած կորձերը ասենք Սեն-Լորանի մեջ իմ շրջանից մեջ ամենեն մեծ զոն d'innovation aérospacial designation-ը ունեցանք եւ բոլոր էկոսիստեմը օտանավ շինելու ներկայ է Մորեալի մեջ կշինվին լա բոմբարդիերները, սեայոները եւ այլն լավ, ադիգա ինչպես կարելի է աջեցնել եւ վերջին դարիներու local աշխատանքով, որովհետեւ այդ դարիներուն Մորեալի ասենք administration-ը շատ հետաքրքրություն չուներ աջեցնելու այդ սեկտորը, բայց local աշխատանքով գրցանք այդ զոն aérospacial innovation-ը բերել եւ շատ պրոջեկտներ կան նախ մարդիկ տրամտրին Boeing-ը մեծ գումարներ տրավ Քեբեկի կառավարությունը ֆեդերալը որբեսի innovation-ի campus օրինակ լա Սեն-Լորանի մեջ Կոնկորդիայի McGill-ի հետ եւ որ աջեցնեն այդ սեկտորը լա life sciences, pharmaceutical Մորեալը ունի արդեն այդ ստրատեգիկ հարստությունը որ ունինք AI-ի մեջ ամեն համաշխարհային ջանցված researcher-ները ունինք եւ պետք է ցևը գտնենք որ աս բոլորը աջեցնենք եւ բնագիչի համար ինչս էլ է ասիկա ասել է որ երբ որ մեկը մեծ կոմպանիներ տրամ կբերեն headquarter-ներ կփանան Մորեալի մեջ ադիգա կորձի հայտարարներ են opportunity գուտա եւ վերջավորության ատկուզես քու քաղաքի դամար այո Վանա անցնենք անձնական բաժնից կյանքի գիտենք որ թյուրին չէ 3 մանչ զավակ եւ դարիքով ալատկան մեծ չեն ամենամեծով քանի տարեկան է հիմա եղավ 10 տարեկան իսկ ամիսը 4 է ուրեմն 4 տարեկան 5 տարեկան եւ 10 տարեկան եւ քու կորձդ կբահանչե երկար ժամեր երբեմն արդուկանող գծկեք իրգունը գեսկի շերին կվերադառնաք ժողովներ ճամփորդություններ ինչպես կհավասարակշռես այս բոլորը պետք է շատ գազམ་ագերբված լալ գարդեն փախտավոր ենք որ մեր միութենական կյանքը այդ գազམ་ագերբման մեծ թբրոցը եղած է եւ ես ալ ամուսինս ալ շատ կորձոն անդամներ եղած ենք եւ ինքնաբերաբար շատ գազམ་ագերբված փորձած ենք լալ ասել չէ որ միշտ ամեն ինչ շատ լավ է բայց ամեն օր գարձեմ իր challenge-ները ունի եւ պետք է ծևերը գտնես այո պետք է ասել որ վարանտնալ սկանչելի ամուսին եւ հայր է վանա եզրափակելու համար պիտի խնդրեմ քեզ որ խոսքդ ուղես երդասարտներուն բոլոր անոնք որ գեհդեվին ասենք կամ քաղաքականության կամ ուրիշ ոյ մեկ ոլորտի ինչ պիտի լացեր խրադը իրենց որովհետեւ հասնին իրենց երազանքին խրադը այն է որ պետք է ինչ ալնեք պետք է սիրելով ունեք որովհետեւ եթե սիրելով չես ներ շատ թաժան ջամփամն է եւ
պետք է ասել, որ միութենական կյանքի մեջ լալը ինչպեսի քիչ առաջ շատ մեծ դպրոց մնե գազագերբչականորեն եւ դարբեր դեսնելու պերսպեկտիվներ ունենալու կյանքի մեջ, որ անդրադարձա էքսպերիենսովս, որ շատեր չունին այդ պերսպեկտիվները, որ մենք կստանանք մեր միութենական ներդրումին եւ գործունեության պատճառով։ Եվ կարծեմ, որ երիտասարդները պետք է կորձոնը լան, հետաքրքրվին իրենց առօրյային հետ, քաղաքին մեջ ինչ կլա, քաղաքին մեջ ինչ կլա, եւ օպորտունիտիները միշտ ներկա են, բայց պետք է որոշ հետաքրքրություն ունենալ եւ պատրաստ լալ ադոնք ընդունելու։ Այո, շատ ճիշտ եք։ Գկարձեք, որ երիտասարդությունը բավարար ցևով, ասենք, ունի ներդրում ներկա է ոչ միայն ասենք դեղական բանին մեջ, միջավայրին մեջ, ասենք հայկական քաղաքի մեջ, այլ նաև կանադական։ Կանադական, չեմ կեր, Մորեալի բարակային գրնամ ասել, որ 2 շաբաթ առաջ Conseil Jeunesse գար, որ պրոժե մնե կամ պլատֆորմն է, ասենք, երիտասարդներուն համար, որ երիտասարդները քիչ model UN-ի նման, որ simulation գնեն, որ օրը եթե քաղաքաբեդարանի անդամ գուզեսլալ, ինչ տեսակի էքսպերիենս է at parliamentary, ասենք, ժողովասրային մեջ ժողովնել, դիբեյթներ ունենալ եւ այլն, եւ այդ պլատֆորմին ուրեմն այդ օրը 4 հայ անդամ գար, որ կմասնակցեին եւ կոնե ընդրություններու սադեն ես տեսա, որ շատ երիտասարդներ կային, որ հետաքրքրված էին եւ զանազան ցևով իրենց մասնակցությունը կբերեին։ Կգարձեմ, որ երիտասարդները հոն են, ճիշտ ճամփու վրա են։ Ճիշտ ճամփու վրա են, այո։ Եվ ունին ցեզի պես օրինակ, որ կներշնչեք իրենց, հույս կներշնչեք։ Վանա, շատ շնորհակալ ենք այս արիթին համար, քեզի մաղթենք նորանոր հաջողություններ, հարադեպ վերելք, միշտ կողքիդ ենք եւ անոր համար շատ շնորհակալ ենք ամբողջ քաղաքին։ Շնորհակալ եմ Թամար, մերսի շատ։ Այսօր խմում ենք մենք մի ճարավոտ, թող ամեն ինչ ես բանակարևոր, բաց հոգին քո բաց, ես պահին արկած, ամբել գնաց թքա, մենք լիարով դարված, բաց քո սիրտը բաց, ապրենք խելագարված, կյանքը մեզ տրված, էլի մի պատաված, քաղաքը քո գիտի դու ով ես եղել, ում այդ հացդ կիսել, ում պատրաստ էի դու միշտ ներել, դու գիտես, որ միշտ էլ քոնն եմ եղել, քո հետ կյանքս կիսել, ու քո հետավոր գտել եմ ես սեր, լցնում ենք բաժակները, դու էլ աշխարհի տերը, էլ ոնց գտնեմ քո տեղը, դու իմ օգու ընկերը, լցնում ենք բաժակները, դու էլ աշխարհի տերը, էլ ոնց գտնեմ քո տեղը, դու իմ օգու ընկերը, այսօր խմում ենք մենք մի ճարավոտ, իսկ ես էլի քո աչերին կարոտ, բաց հոգին քո բաց, ես պահին արկած, ամբել գնաց թքա, մենք լիարով դարված, բաց քո սիրտը բաց, ապրենք խելագարված, կյանքը մեզ տրված, էլի մի պատաված, քաղաքը քո գիտի դու ով ես եղել, ում այդ հացդ կիսել, ում պատրաստ էի դու միշտ ներել, դու գիտես, որ միշտ էլ քոնն եմ եղել, քո հետ կյանքս կիսել, ու քո հետավոր գտել եմ ես սեր, լցնում ենք բաժակները, դու էլ աշխարհի տերը, էլ ոնց գտնեմ քո տեղը,
Բարև ձեզ։ Այսօրվա մեր հարցազրույցով գուզենք ձեզի ծանոթացնել 2021 թվականին Հայաստանի մեջ ստեղծված Ethno Colors խումբին։ Խումբի գործունեությունն ու նպատակն է քյուղերեն եւ ցայնաթարաններեն դուրս բերել իսկական հայկական էթնիկ երգերն ու երաժշտությունը, նոր գործիքներով զանոնք վերամշակել եւ ներկայացնել հանրության։ Երկացանկը գնդկրգե գոմիդասեն, ինչպես նաեւ համշենեն, դիկրանագերդեն, սասունեն, մուշեն, վանեն եւ մուսալերեն երգեր։ 2025 թվականին խումբը արժանացած է Դարվա երգ 2025 եւ Դարվա երգ եւ դեսահոլովակ զույգ մրցանակները Armenian Music and Video Awards-ին։ Այսօրվա մեր հյուրը Ethno Colors խումբի գլխավոր մեներկչուհի Սուսաննա Նաջարյանն է, որ գեսկիշերին մեզի այսօր կմիանա Հայաստանեն։ Բարև Սուսաննա, ինչպես եք։ Բարև ձեզ։ Շատ լավ, դուք ինչպես եք։ Շատ լավ, շատ ուրախ ենք, որ այս արիթը ստեղծվեցավ վերջապես։ Ես բավական երկար ժամանակ կհետևեմ ձեր երգերուն եւ կգնամ ասել, որ մեծ երկրբակ ունեմ ծեր ստեղծագործություններուն իսկապես եւ այդ պատճառով ալ ուզեցինք այս արիթը օգտագործել ծանոթացնելու, ավելի դարաձելու ծեր երգերը։ Ուրեմն սկսելու համար Սուսաննա նախ խոսենք խումբին մասին։ Ես ուրեմն նշեցի, որ 2021 թվականին ստեղծված է, այսինքն կգնանք ասել, որ այս վերջին 4-5 տարվա մեջ բավական արժեվ կացած է խումբը։ Դուք ինչ ունիք ասելիք այդ մասին։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել նման ընձեռման համար։ Շնորհակալ եմ։ Խումբը ստեղծվել է 2021 թվականին եւ առաջին համերգը ունեցել ենք մարտի 21-ին։ Խորհրդանշական էր, քանի որ հին տոմարով նոր տարին ամանորը եղել է հենց այդ օրը եւ քանի որ մենք էլ ներկայացնում ենք էթնիկ երգեր, ազգային երգեր, որոշեցինք մի փոքր խորհրդանշական ինչ-որ ձևով հանդես գալ։ Եվ մոտավորապես 4-5 տարի է ինչ գործունեություն ենք ծավալում, ունենք մի քանի երգեր, լայն երգացանք, ներկայանում ենք ինչպես մարզերում Հայաստանի, այնպես էլ երկրից դուրս։ Շոկտոր բաղնիքի օր է, կապ ու թանձերը քիսե, տակ ճուրունի դեմը, մամիս քիսեն գքսե, բայ բաբո, ես բաղնիքը։ Գրնանք ասել Սուսաննա, որ վերջերս Հայաստանի մեջ այս ժանրի երգերը սկսած են ավելի դարաձություն գտնել ու սարսագի դագարնվել։ Այո, իհարկե կարող ենք ասել այդպես, քանի որ մենք մոտակա վերջին 3-4 տարիների ընթացքում Հայաստանում ունեցանք բազում խմբեր, որոնք երգում են ազգայինը եւ ազգայինը եկել է առաջին տեղ, առաջին հորիզոնական։ Երևի թե ազգի գենի վերածնունդն է, կարելի ասել։ Այո, եւ ինչ որ ես նկատեցի, երբ երգեք, կարծես թե այդ քավարին, ասենք այդ փարփարով որ երգեք, այդ քավարին մաշկին մեջ կմտնեք, կարծեք, որտեղ այդ համն ու հոդը գուտակ ծեր շարժումներով, ծեր լեզվական, ասենք արտահայտություններով Օրինակի համար գուզեմ առնել քսմատ երգը, քսմատ բառը ծանոթ է բոլորիս, թրքերեն կամ արաբերեն լեզվով, ուրեմն այս երգներ, որ ինչ որ կհասկանամ, արժանացավ մրցանակի եւ YouTube-ի վրա 8.7 միլիոն հոգի արդեն դիտած է այս երգը։ Եթե այս երգին բառերը առնենք, համշենի լեզվով գրված է, համշենահայերենով, որ մեկ ուսումնասիրություն գնեք շրջանին մասին, հնչյունի մասին եւ այլն նախքան երգելը։
Այո, իհարկե, նախ ուզում եմ Քիսմետ երգից խոսել։ Քիսմետ երգը մի քանի տարվա կյանք ունեցող երգ է, որ ստեղծվել է մոտ 3-4 տարի առաջ Համշենում ապրող, Խոպայում ապրող Ջեմիլ Այդեմիրի կողմից, համշենցի։ Երգը սիրային է, ներկայացնում է, որ իր սիրած աղջկան ասում է արի ամուսնանանք կամ արի պտտվենք աշխարհով, ամուսնանալը հայել կա եւ ներկայացնում եմ շատ առօրյա կենցաղային դեպքեր երգում, որ այսպես չեմ կարող բացատրել, քանի որ երբ որ բարբարից տեղափոխում եմ դեպի արևելյան հայերեն, այդքան էլ շքեղությունը չի արտահայտում, բայց երգը սիրային է հիմնականում։ Եվ երգը երևի թե գործիքավորումը, իմ կատարումը շատ սիրվեց եւ Հայաստանում, եւ Հայաստանից դուրս։ Մի փոքր մեր բենդին ենք համապատասխանեցրել, քանի որ երգը իսկական տարբերակը պարկակով եւ ավանդական համշենին հարիր երգ է, բայց մենք ներկայացրել ենք շատ ավելի նորացված էթնոֆյուժն տարբերակով ասեմ, շեփորի եւ զուրնայի համադրությամբ։ Այո։ Ես կուզեմ այդ երգեն այդ 4 դողերը մեզի հետ երգես եւ բացատրես, որ շատ դժվար լեզու է, համշենի բարբարը դժվար կհասկանանք։ Ուրեմն այդտեղ առնենք այդ բաժինեն, որ գսե վալահի շատ երանտես, եթե գրնակ մեզի այդ բաժինը թե երգել եւ թե բացատրել։ Հա, կուզեք սկզբում երգեմ։ Okay, վալահի շատ երանտես քեզի մատաղելին ես Աստված իրես շատ գեղեցիկ ես, քեզ մատաղիկ լինեմ ես, եւ հարսնիկ հետև գենին քաբեդե դիգ աշխարես, կանչելով թերչաթող ուղալերնին է փոսնիվե, կա քեզի մատաղել իմ հոգի աղար հոգսիվե, եւ ասում է Աստված իրես շատ գեղեցիկ ես, քեզ մատաղ լինեմ ես, հարսնիկը հետո կանենք, արի պտտվենք աշխարհով, Եվ հոգուս վրա բարերի քեզ կանեցի մոռացա եւ հետո ասում է որ հոգուս վրա հոգի եղա շատ մի տանջիր ինձ Այո Սուզաննա բիդի անցնիմ ուրիշ համշենի երգի որ գարմի երգն ալ բավական նշանավոր է եւ բավական մարդիկ երգած են աս երգը գարմի աղջի գարմի մոնջ եթե գրնաս աս դողերն ալի մեզի բացադրել շատ ուրախ կլանք Գարմի աղջիկ գարմի մոնջ սրտիս մեջը քալագու գարմի աղջիկ գարմի մոնջ խոխոլելի է երթագոչ խոխոլելը ինչս է սրտիս մեջ խառնում եւ գնում ես Շերմակ չախե գաթագու իմ սևտայի փաթագու Շերմակ չախե գաթագու իմ սևտայի փաթագու արդեցուքած Քեզում հետ է քալագու արդեցուքած ջոմփանում Քեզում հետ է քալագու գարմի աղջիկ գարմի մոնջ սրտիս մեջը քալագու գարմի աղջիկ գարմի մոնջ խոխոլելի ու էթագոչ գարմի աղջիկ գարմի մոնջ Երգը մի քիչ հակասություններ ուներ, որտեղ տարբերակներ կային թարգմանության, քանի որ բարբառը ինքը իրենով համշենի բարբառը իր ներսում իսկ ունի 10-ից ավելի տեսակներ, Հոպայի բարբառում գարմի նշանակում է եւ կարմի աղջիկ, կարմի տղա, կարմի մոնջ եւ գարմի, որը կարելի ասել կարմիր է նշանակում, բայց իմաստայնով շատ ավելի գեղեցիկին է, ոչ թե հենց կարմիր գույնը նկատի ունի, այլ կարմիր գեղեցիկը նկատի ունի։ Այո, շատ լավ։ Բիդի անցիմ նաև խորոդիկ երգին, ուրեմն աս երգը ինձի համար կոնե շատ հարազատ է, որտեղ ես ալ դիկրանագերցի եմ եւ ասի դիկրանագերդի բարբարով կրված է Հասկանալի էր ինձի համար, խորոդիկ մորոդիկ, միր հարսը շատ աղկիկ է,
խորոդիկ մորոդիկ միրպեսան հարպեցիր է, այսինքն կինով ծած է մեր պեսան։ Եթե գրնակ ասբզդիկ դողերնալ երկել։ Խորոդիկ մորոդիկ միր հարսը շադախ կիկեր, խորոդիկ մորոդիկ միրպեսան հարպեցիր էր։ Շատ լավ գհնչեք պետք է ասել պարպարը դիկրանագերդի։ Ուրեմն ինչ են ծեր խումբին ծրագիրները Սուզաննա մոդաբակային։ Նախ ուզում եմ ձեզ ուրախացնել մի փոքր, քանի որ մենք ապագայում ունենք 3 երգ եւ տեսահոլովակ հենց Տիգրանակերտի Դիարբեկիրի բարբարով մեր սիրելի Օնիկ Դինգջյանի երգացանկից են 3-ն էլ։ Եվ շուտով կներկայացնենք հանդիսատեսի դատին, այո։ Երկու երգի մասին կարող եմ ասել, մեկը Նանայի երգն է։ Նանայ, նանայ, դարդերսի շատ մի բանայ։ Եվ մյուսը հանգարց երգն է։ Հանգարց տեսա ճամփիդ վրա, մենակ տխուր նստած էր, ձեռքերը բաց, աչքերը թաց, արիշալույսին կսպասեր։ Բարեկամս, եղբայրս, միշտ կնայի մաստին անդին, ինչու քացիր, ուր կացիր, բոլորս դխուր ձգիր։ Շատ գեղեցիկ է, շատ անուշ երկի անհամբեր կսպասենք ուրեմն աս երկերուն։ Ձեր մասին խոսեցեք մեզի, Սուզաննա, ուր ծնած եք, ինչ ուսանած եք, եթե ամուսնացած եք եւ այլն։ Ես Սուզաննան եմ, ամուսնացած չեմ, Երևանից եմ, արմատներս Ալաշկերտի Խաստորից եւ Բայազետից են։ Սովորել եմ եւ ավարտել եմ տնտեսագիտական համալսարանը, մասնագիտությամբ տնտեսագետ եմ, բայց հենց ավարտելու օրից էլ չեմ աշխատել մասնագիտությամբս, քանի որ հենց հաջորդ տարին, այսինքն 2019 թվականից սկսել ենք ես եւ Արթուրը, խմբի ղեկավարը, միասին ծրագիր կազմել Էթնոքալարսի համար 19 թվականից, ուղղակի ոնց որ թե ներկայացրեցինք արդեն 2021 թվականին հանդիսատեսին։ Եվ 2023 թվականից Կարին խմբում եմ, Կարին ազգային երգու պարի խմբում, մեներկչուհիներից եմ, Կարին Վենդի, եւ մոտ 1 շաբաթ առաջ սկսեցինք ես եւ իմ ընկերներից մեկը մի նախաձեռնություն, podcast, հենց այսօր րոպեներ առաջ ունեցավ մեր առաջին եղավ շնորհանդեսը մեր առաջին էպիզոդի, որը նվիրված է հենց Կոմիտասին։ Այդպես, նաև ունեմ փոքրիկ խումբ, Սերումերան խումբը, որը 3 երգչուհիներով ենք եւ կանոնահարուհին եւ մեր մյուս ընկերուհին, ով որ կազմակերպչական ծրագրերով է զբաղվում, համերգներ ենք ունենում հիմնականում փոքրիկ բալիկների եւ մայրիկների համար։ Ներկայացնում ենք Կոմիտասյան եւ այլ ազգային Հայրիկ Մուրադյանի երգացանկից ավելի երգեր հենց բալիկների համար։ Գարունե Սիրունե լուսպացվավ աղոթրանե աղջիլո Սուզաննա, ինչպես կընդունի Հայաստանի ժողովուրդը աս ծեր ներկայացած ծեր ժանրի երգերը։ Սկզբում մի փոքր բարդ էր, քանի որ նորություն էր Հայաստանում, ինչքան էլ որ
կային խմբեր, բայց նորություն էր Հայաստանում ազգայինը ներկայացնել շեփորի ու դուդուկի համադրությամբ, բայց քիչ սկսեցին սիրել եւ տարածումը մեծ եղավ, նույնիսկ այլ խմբեր սկսեցին նաեւ մեր երգացանկից եւ մեր օրինակին։ Շատ լավ, ուրեմն Սուզանա, ինչ է ձեր պատկամը սփյուռքահայության ուղված։ Սփյուռքահայությանը պետք է պատկամ ուղեմ շատ խոսեք հայերեն եւ ձեր երեխաների հետ շատ խոսեք հայերեն, որտեղ հայերենը դրախտի լեզուն է, առաջին լեզուներից է եւ մեր գենի առաջին տարրն է։ Այո, շատ ճիշտ ասիք եւ շնորհիվ ցեզի գրնանք ասել, որ միշտ գրնանք վար բահել մեր հայկական, ոչ միայն հայկական լեզուն, այլ մեր բաբերեն ժարանք ցկված փարփարները եւս, որուն համար շատ շնորհակալ ենք Սուզանա եւ ձեր խումբին ամենայն հաջողություն կմաղթենք։ Շնորհակալ եմ ես էլ ձեզ գեղեցիկ հաղորդման եւ ինձ րոպեներ տրամադրելու համար, որպեսզի պատմեմ մեր խմբի մասին, ձեզ ներկայացնեմ։ Շնորհակալ եմ։ Գհուսանք, որ օրմա Մոնտրեալ կտեսնվենք։ Հրնդանը գոքինա, աղջիկ ու շենգլիկ մազեր, աղջիկ ու շողիկ մազեր, աղջիկ տղի հոգինա, սրտի կմալուլ մի մնա, աշխարը զիս չի մնա, աղջիկ ու շենգլիկ մազեր, աղջիկ ու շողիկ մազեր, աղջիկ ու շենգլիկ մազեր, սմծի վարը կունազեր, աղջիկ ու շենգլիկ մազեր, աղջիկ ու շողիկ մազեր, աղջիկ ու շենգլիկ մազեր, սմծի վարը կունազեր։ Եկար երբերվից հավքեր եկան երբ դաշտեր ու ձորեր գարուն հական Սարից իջնող կամին մազերին կոծուլվեց Եվ իմ հոգին ջահել կարոտից կողուզվեց Թե քո քայլով եկար անցար դու արև քո փայլով գարուն դարձար բացված վարդի նման դու շորեր ես հագել եւ քո սիրով ծմրան ճանապարհ ես փակել Լեցված երազով այս գիշերն է լուսացավ աչքերիս լույսով
ինձ հետ աստղերը բոլոր քեզ էին հիշել արցունքիս մեջ քեզ նորից տեսա այս գիշեր ախ երբ լուսնի շողերի շան իմ մազերի մեջ ես կարծեցի խոմատներն են իմ մազերի մեջ ամբողջ գիշեր լուսնի պայծառ շողերը իջան ու իմ սրտին քո կարոտի նորերը Երջանկության արցունքները սերով է դու ինձ տվիր Երջանկության համբույրները շրթներուս վրա դրոշմեցի Երջանկության արցունքները խոստումներով է ինձ տվիր ու ինձ տալով ուրախ հույսեր դու ինձ երջանիկ դարձրիր Այն օրվանից երբ գնացիր պարտեզը սերամայի Պատճառն էլ ասացիր որ իմանայի Չէ որ ես քեզ բերում էի թանձավիթներ Անկեղծ սրտով ասում էի սիրո խոսքեր ու քնշոր Խոստացար ծաղիկները աշխարհի Այն գիշեր դու ցանկացար որ մեր սերը չմարի Գիշեր այն պայծառ էր ով թողեցիր հեռացար Այն գիշեր անցայր էր որ տանջեցիր ու անցար Գիշեր այն պայծառ
մի վարդ ոգել նորին թփիկա հրշեջ չունենա որքան ցանկացա ես ինքին սիրել որ բացից ինձ սիրած չունենա որքան ցանկացա ես ինքին սիրել որ բացից ինձ սիրած չունենա Քեզ հետ անցավ, բայց թվաց ինձ մի պահ Աշխարհն ինձ տվին ու դարձյալ թվաց մի պահ Ախ ինչ գեղեցիկ ու ինչքան անուշորեր Կապույտ սևանը մեր երազների ծովներ Ախ ինչ գեղեցիկ ու ինչքան անուշորեր Կապույտ սևանը մեր երազներից ովներ Հանձնվել էիր դու սևանի ճրերին Ես ափին նստած ճպտում էի արևին Ախ ինչ գեղեցիկ ու ինչքան անուշոր էր Կապույտ սևանը մեր երազներից ովներ Ախ ինչ գեղեցիկ ու ինչքան անուշոր էր Կապույտ սևանը մեր երազներից ովներ Դու ծաղիկ ես բույրով ես հարուստ Դու արև ես լույսով ես հարուստ Իմ սրտի մեջ հուրն է առաջին սիրո Իմ երազները քո Իմ սրտի մեջ հուրն է առաջին սիրո Իմ երազները քո Դու եմ մոտես և անչափ հեռու Դու իմ բախտ ես և ինձ ցավն ես դու Արծաթվել են իմ մազերը կարոտից Ինչպես մութը աստղի շողերից Արծաթվել են իմ մազերը կարոտից Ինչպես մութը աստղի շողերից